տեքստը մենք համաձայնեցրել ենք։ Եվ այդ համաձայնագիրը ամբողջապես ես կարող եմ ասել, բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Քառակուսի մետրով համաձայնագրում նշված չի, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բանավոր հայտարարություն լավ հիմա կնեն նույնականացնեք բանավոր հայտարարություն ստորագրված միջպետական փաստաթղթի հետ։ Ես ես վստահեցնում եմ, սահմանազատման գործընթացում սահմանի գիծը որոշելուց հետո եթե պարզվում է, որ հայկական զինված ստորաբաժանման կամ սահմանապահ ծառայության հենակետ բան պետքա տեղաշարժվի, տեղաշարժվում է։ Եթե պարզվում է, որ ադրբեջանական ստորաբաժանման հենակետ պետքա շարժվի, դա եւս շարժվում է։ Միակողմանի չի լինում։ Սահմանը, եթե սա է, սրանից այս կողմ ուրեմն եթե հայկական ուժն առաջ հետ է գալիս, եթե ադրբեջանական ուժն առաջ ինքն է հետ գնում։ Դուք նշեցիք ջերմուկը, գործընկերն էլ Տիկին Վարդյանն էլ ասեց, ես խոսքի մեջ մոռացա անդրադառնալ։ Կան Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքներ, որոնք այժմ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են, այդ թվում եւ ջերմուկը։ Կան Ադրբեջանին այդ սահմանագծմամբ, այդ փաստաթղթի շրջանակներում պատկանող որոշ տարածքներ, որոնք դեռ Հայաստանի ուժերի վերահսկողության տակ են։ Ընդհանրապես սահմանագծման հենց ամբողջ իմաստն էլ է որոշել այդ գիծը, տնկել սյուները եւ ուժերին բաշխել համապատասխան կերպով։ Եթե շատ ուղիղ ասենք, սահմանազատման ֆիզիկական նշանակությունը դա է։ Այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանի Հանրապետությանը եւ այժմ ադրբեջանական վերահսկողության տակ են, այդ թվում եւ ջերմուկի հարակից տարածքը։ Մենք վստահ ենք, որ սահմանազատման գործընթացն է այն ճանապարհը, որոնք մենք պետք է լուծենք այդ հարցը եւ սահմանազատման գործընթացը եւ մինչ այժմ ընդունված փաստաթղթերը, դրանցում ամրագրված մոտեցումների նորմերը եւ մինչ այժմ տեղի ունեցած գործընթացը լիարժեք հույս են տալիս, լիարժեք ստեղծում են համապատասխան մեխանիզմները, որ այս հարցերը, այդ թվում եւ ջերմուկի հարակից տարածքի հարցը, որը միակը չի, ոչ մեր կողմից, ոչ իրանց, լուծվեն այդ համատեքստում։ Այն հիմար բառով, որ հակադարձեցիք, չեմ ուզում այդ ոճով շարունակել, բայց ճիշտ ասած, որ ասում եք նաև խաբել եք ժողովրդին, դե որ հետ ենք գնում, սիրուն էլ ասենք իրար, քաղաքավարի էլ ասենք, անքաղաքավարի անվայելուչ բառեր օգտագործելով այդ թեմաներով կռվենք իրար հետ, փաստը այն է, որ այս հարցը պետք է կարգավորված լիներ շատ տարիներ առաջ, շատ ավելի տարիներ առաջ, քան քաղաքացիական պայմանագիր եկել իշխանության, շատ ավելի տարիներ առաջ, քան մենք ընդհանրապես պատասխանատվություն ունեինք Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների համար եւ որևէ լծակետ process-ների վրա ազդելու։ Եվ որակումը, որը կարելի է տալ այդ շրջանում պատասխանատվություն ունեցող առաջնորդներին այդ հարցը չլուծելու համար, այդ որակումը ես իսկապես հիմա չեմ ուզում տամ, այդ որակումը միևնույն է պատմությունն է տալու։ Դուք բոլորդ իզնից լավ գիտեք, այդ ես եմ նոր իմացել վերջերս, դուք լավ գիտեք, որ այդ հարցը պիտի լուծած լինեիք այն ժամանակ։ 95 թվին ավելի լավ հնարավորություն կար, քան 97-ին ավելի, քան 2000, 2000-ին ավելի, քան 2004-ին, 2004-ին ավելի լավ, քան 2007-ին, 2007-ին ավելի լավ, քան 2012-ին, 2018-ին էլ իր հերթին։ Հələ լսեք, ինչ եմ ասում, դուք էլի
բան եք անում, ասում եմ կապ չունի, Դաշնակ, քաղաքացիական պայմանագիր, Քոչարյան, Դաշնակցություն, Քոչարյան, Սերժ, Փաշինյան, ես ուրիշ բան եմ ասում։ Այդ հարցը պետքա լուծած լիներ։ Այդ հարցի շարունակական չլուծումը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորումը էգզիստենցիալ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար, լավ ուրիշ ինչ ասենք, որ ուշքի գանք։ Ես ուրիշ բան եմ, ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրելու, չէ, այս ռազմավարության մասով, ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրման պատրաստ փաստաթղթին, ասենց խոսում եք, կբացվի օրը կգա, այդ փաստաթղթը ձերից ձեր կբացվի, գոնե այն վաղ հուսով եմ կխոստովանեք, կամ ակեք պայմանավորվենք, որ եթե անձնապես, չէ, եթե կարդակ եւ պարզվի, որ իսկապես համաձայն եք, հրապարակային կանգնեք, ասեք, որ ստեղ Հայաստանի Հանրապետության շահերից չբխող ոչինչ չկա։ Ինչ որ գրածա, հավասարապես, եթե ձեռնտու է Ադրբեջանի, ձեռնտու է նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Արձագանք։ Լավ, թեման գնաց ուրիշ տեղ, ես չեմ ուզում դրա մեջ շատ խորանալ, ուղղակի մի երկու բառով, եթե այսպես գնա, փաստորեն ստացվում է ձեր ասելով, որ ընդհանրապես Արցախը չպիտի իր ինքնորոշման համար պայքարեր։ Այս ինքնորոշման ամրագրումը, որն իրենք արել են, այն ռազմական հաջողությունները, որը ունեցել ենք ու նաև հետո դիվանագիտական ճամբարում ունեցել ենք, սա շարունակական աշխատանք է։ Ամեն հաջորդ իշխանություն պետք է փորձեր այդ քարի վրա մի հատ ավել քար ավելացնել, ավել։ Այն ինչ դուք եկել եք ու այդ ամբողջ պատ ուղղակի փլել գցել եք մի կողմ։ Ձեր զրոյական կետերով, մնացած ամեն ինչով, վերջը պատերազմով, վերջում էլ Պրագայում գնալով ճանաչելով։ Այնպես որ շատ ճիշտ է պատմությունների գնահատական տալը ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ։ Ու մորոք է այս ամեն ինչ տեղի ունեցել, ինչի արդյունքում է տեղի ունեցել։ Միշտ էլ կարելի է ինչ որ բան այսպես ավիրել, վերացնել ու սկսել արդեն հետին թվով փորձել սրբագրել, դե կարար այս ժամանակ էս լինել։ Փաստացի կար այն ինչ կար։ Ու կային բավական դժվարություն կար, իհարկե կար։ Խնդիրներով էր, իհարկե խնդիրներով էր։ Բայց եկեք նայենք 96-ից ուր ենք հասել։ Երբ որ ոչ մեկ չէր ուզում խոսալ ինքնորոշման իրավունքի մասին, հետո մենք արդեն այդ սկզբունքը ամրագրել ենք արդեն համանախագահների կողմից ներկայացված։ Բանը ձեր կողմից ավելացնեիք։ Այս որպես բան։ Մնացածը տեսեք, հետ գալով թե ինչի կա վստահության պակասը Ադրբեջանի հետ կապված ու ինչի ենք այս հարցերը բարձրաձայնում։ Հիմա նույն Ադրբեջաններ, որ շատ լկտի ձևով խախտել է նոյեմբերի 9-10 պայմանավորվածությունները։ Այդ ստորագրությունը խախտելով մնացածը դնենք մի կողմ։ Բայց խախտել է փաստացի։ Ու շատ այլ հարցերում մենք շատ տեղ ունենք թերահավատություն ցուցաբերելու։ Ու շատ բնական է, որ հարցնում ենք, ինչով է այդ լավատեսություն կոչվածը, որ ամեն ինչ պահելու է ու այս ճանապարհին, այս գործընթացում մենք չենք զիջելու ինչ որ բաներ, որը հետո շատ դժվար է լինելու հետ վերելը։ Նույն իմիջիալոց համանազատման գործընթացի հետ կապված, որտեղ մեր դիտողությունն արել ենք, ու էլի հակառակ կողմից այսպես մանիպուլատիվ բաներ, այսինքն դուք դեմ եք համանազատման, չէ՞ մենք դեմ չենք համանազատմանը։ Կոնկրետ իմ առաջարկը հստակ քանի անգամ եղել է այն, որ քարտեզի վրա պայմանավորվածությունները ամբողջ գծով ունենալ, հետո զուգահեռ որտեղ որ այ քանի որ այդ փոխվստահությունը չկա, որտեղից որ իրանք հետ կգնա, նույն ձև հայելային մենք հետ գնանք, խոսքը դրա մասին է եղել, ոչ թե դեմ լինելը։ Նույնը այստեղ։ Մեր մտավախությունն է, որ մենք այս process-ում այն հայտարարությունները, որ ասացի, Նիկոլ Փաշինյանի հայտարարություն տարածքային ամբողջականության մնացած հարցերում, սրանք միակողմանի ինչ որ բաների ընդունում են առանց դիմաց ստանալու։ Այս ամեն ինչը կարող է լինել վերջնական պայմանավորվածություններից հետո միայն։ Լավ, զուգահեռ մենք տեսնում ենք այդ խայտառակ դատավարությունը, իրանց խոսացածը, ռետորաբանությունը, ու այստեղ մենք պիտի հավատանք ինչ որ անկեղծորեն իրենք ուզում են խաղաղություն։ Դժվար է չէ՞ այդ ամեն ինչին հավատալը։ Իմիջիալոց, նույն թեկուզ երեկվա կարող է պրիմիտիվ բան է։ Այդ հայտարարության հետ կապված, որ պայմանավորվածությունը կամ ակնկալիքն եղել այն, որ պետք է համատեղ լիներ հայտարարությունը։ Այդտեղ են գցել։ Ու միշտ էլ գցելու են, քանի կարողանում են գցում են, դա կյանքի օրենքն է, դա ու դրան պետք է պատրաստ լինել, ու ոչ դրա այլընտրանքը պատերազմը չի։
ասում եք թերավատություն ունեք Ադրբեջանի նկատմամբ, ասում եք վստահության պակաս կա։ Մենք էլ ունենք թերավատություն, մեր մոտ էլ վստահության պակաս կա։ Ասում եք իրանք կառուցողական չեն։ Մենք էլ ենք տեսնում, որ իրանք կառուցողական չեն։ Ասում եք իրանք հավելյալ պահանջ են բերում։ Մենք էլ ենք տեսնում, իրանք հավելյալ պահանջ են բերում։ Ասում եք մենք չենք տեսնում, իրանք անկեղծ ուզում են խաղաղություն կառուցել։ Մենք էլ հարցեր ունենք այդ մասին։ Հարցը այդ չի, հարցը ուրիշ է։ Լավ, այդ իրավիճակում, այս ախտորոշումը երբ որ տվեցինք, ասում եմ, ձեր գործողությունները իրոք է։ Ձեր հետ աֆիլացված մի անձ, որը երկար տարիներ զբաղվել էր արտաքին քաղաքականությամբ եւ գլխավորել էր մեր ԱԳՆ-ն, ասում էր օրինակ, բանակցություններից դուրս գալ, քանի դեռ գերիները ազատ արձակված չեն։ Ես կարծում եմ սա այն ճահիճի մեջ ընկնվելու, հələ երևի ճահիճը մեղմ ալեգորիա է։ Անդունդի այդ եզրին մոտենալու ամենաուղիղ կարճ ճանապարհն է։ Դատավարությունները նորմալ են, իհարկե նորմալ չեն։ Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով, բեմականացված, շինծու, մարդու իրավունքների տվյալ այդպիսի գործընթացների համար նախատեսվող եւ նորմալ մարդու իրավունքների նորմերի չպահպանմամբ, նոյեմբերի 9-ի խախտմամբ եւ այլն եւ այլն։ Հիմա էլի կրկին հարցերի հարցը ձեր գործողությունները, դրա կառավարելու միակ ձևը մեր համոզմամբ շարունակական բանակցություններն են, դժվարությամբ, բայց ընդհանուր փոխադարձ ընդունելի հիմքերի ստեղծումը եւ ընդ որում կոնկրետ համաձայնագիրը, ինչի մասին մենք խոսում ենք, դա փոքրիկ աստիճան չի, փոքրիկ հիմք չի։ Դա հսկայական պատվանդան է, որի վրա կարելի է կառուցել։ Հսկայական։ Նույն գերիների մասով իհարկե մենք տեսնում ենք, որ տեսնում ենք ինչ որ կատարվում է։ Մենք հստակ բանով, գնահատականներով հայտարարությամբ ենք հանդես գալիս։ Մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման համար։ Ցավոք սրտի անհաջող։ Ավելին, մենք տեսնում ենք, որ նույնիսկ այն միակ ինստիտուտը, որը մատչում ուներ գերիների տեսակցելու Կարմիր խաչը, հիմա արդեն պիտի դադարեցնի գործունեությունը այդ երկրում եւ դա հավելյալ խնդիրներ առաջացնելու։ Բայց ի հեճուկս, նայեք, այդ միշտ այդ հրապարակայինը չի էլի մենակ, գոնե դուք պիտի իմանայիք այդ մասին, գոնե դուք այդ մասին պիտի իմանայիք այդ շարժի հրապարակայինը մի քանի, այն օրը ազգային ժողովի հարցապատասխանի ժամանակ մենակ վերջի մի 10 օրվա բանը, մեր արած բաները ներկայացրեցի, բոլորովին քիչ չեն, ուրիշ բան, որ արդյունքը չի տալիս, եւ դրանից նես չի, որ մենք պակաս դժգոհ ենք, քան դուք։ Բայց կա իրողություն, պիտի աշխատենք, ինչ անենք։ Մենք փորձել ենք նաև համաձայնագրի շրջանակներում այդ հարցին լուծում տալ։ Այո, բաներ կա ստացվել է, բաներ կա չի ստացվել։ Այնպես չի, որ մենք փորձում ենք, դուք ասում եք լավատեսություն, այնպես չի, որ մենք փորձում ենք լավատեսորեն կամ հավելյալ անհարկի վարդագույն գույներով ներկել իրականությունը։ Խնդիրներ կան, բայց ձեռքբերումներ էլ կան։ Եվ այս համաձայնագրի արժեքը նսեմացնելը ընդհանրապես Հայաստանի շարժից չի բխում։ Ես մի հատ էլ չեմ վարանի կրկնել, պետք է այսօր էլի կրկնեմ։ Այն համաձայնված տեքստը համաձայնագրի, որը կա, բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, ինչպես եւ Ադրբեջանի շահերից, որովհետեւ հակառակ դեպքում չէր լինի համաձայնեցված, եւ լրջագույն հանգրվան է խաղաղության ուրեմն գործընթացում, հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բայց ես էլ իմ բանուսում ասել եմ, եթե կարելի է չեմ ավարտել։ Հարգելի գործընկերներ, ներողություն խնդրում եմ։ Գուցե ժամանակ, ահա որ շոքա այդ կոալիցիաների այդ գուցե ինչ ժամանակավորապես տեղաշարժվեք, ովքեր որտեղ շատ շոք է սենյակում։ Այդ մի Ես կուզեի այնուամենայնիվ
կոնդիցիոներային ուրեմն զրույցներից անդին վերադառնալ մի փոքր ավելի բան հարցերի։ Ուզում եմ ուղղակի անարձագանք չթողնել այվ ձեր ասում եք այս իշխանություններին ձեռք բերեց հետո այն իշխանություններին մեկը մեկի վրա քարը դնելով պետք է գնար ինքնորոշում եւ այլն։ Գիտեք այն պահից երբ որ Ստամբուլում ոչ մենք ճանաչվում է ոչ մեր կողմից ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Երբ որ զանազան բանակցային փաստաթղթերում, փաստաթղթից փաստաթղթ, այո, ձեր հայրիկի կողմից օրինակ, փաստաթղթից փաստաթուղթ անցնում է տրամաբանությունը, որ այո, ինքնորոշումը կարևոր է, բայց այդ ինքնորոշումը պետք է տեղի ունենա անխուսափելիորեն Ադրբեջանի տարածքային։ Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչում որևէ մասով եղել է։ Օրինակ ստեղծ ֆիքսվել է, որ ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, օրինակ Գյանջայի մասով, չգիտեմ, Սումգայիթի մասով։ Եվ ընդհանրապես, եթե անդրադառնալու ենք այդպիսի դրվագների, այս խոսակցություն շարունակաբար անլրջանալու է։ Անլրջանալու է ուղղակի։ Պարոն Քոչարյան Արթուր Խաչատրյան Պարոն Քոչարյան, հետո ելույթի հնարավորություն եք ունենալու։ Լավ, պարոն Միրզոյան, հարցը գիտեք ինչու՞մ է, եթե դուք օրինակ սկզբից ադրբեջանական հիստերիային, իսկ հետո Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգին Турք չտայիք եւ չխոչընդոտեիք падգամավորներն իրացնել իրենց падգամավորական լիազորությունները, եւ մենք կարող ենք այդ դեպքում նայել փաստաթղթերը, որոնց շուրջ դուք բանակցում եք։ Կնայենք 6-րդ վերսիան, դուք ինչ եք առաջարկել, իրանք ինչ են առաջարկել, 7-րդը, 8-րդը, 9-րդը, հիմա չգիտեմ որի օրդն է, 12-րդն է, եւ ստեղ արդեն կարող ենք ասենք, տեսեք, սա մեր առաջարկն է եղել։ Ադրբեջանը համաձայնվել է, սա իրանց առաջարկն է եղել, Ադրբեջանի մենք չենք համաձայնվել։ Այդ դեպքում առարկայական կլիներ մեր խոսքը, բայց դուք մեզ այդ իրավունքից զրկել եք, այսենց թղթու գրիչով նայելով, ես հասկանում եմ, որ 4-ը փոքր զիջում է մի մեծ զիջումից քիչ է, թվաբանության մեջ չեմ մտնում։ Բայց հիմա նայենք, ասում եք մենք Ադրբեջանին ուղարկել ենք առաջարկներ սահմանադրության եւ ԱՊՇ ջափակման վերաբերյալ Ադրբեջանը անտեսել է դուք Ադրբեջանին ուղարկել եք այլ առաջարկներ օրինակ սահմանազատման վերաբերյալ դե մենք էլ 31 գյուղ ունեն գրանցված ներողություն գրաված պարոն Միրզոյան ձեր հետ եմ խոսում թե չէ էլ է իսկ կարող ենք ստատիկ դիրք պահել, որ ես էլ կարողանամ պատասխանեմ, էլի։ Այդ մասով կարելի է, բայց մարմինը թողեք, էլի։ Այո, եւ շարժում ենք